Ես արդեն 5 տարի է քոլեջի տնօրենն եմ, բայց այսպիսի առանձնահատուկ կուրսի առաջին անգամ եմ հանդիպում։ Դուք կարողացել եք ինձ զարմացնել։ Այո, մենք այդպիսինն ենք, առանձնահատուկ և զարմանալի։ Այո, առանձնահատուկ և զարմանալի։ Առանձնահատուկ և զարմանալի տգետ, անպատասխանատու ու անկարգ։ Սուտ, գոնե մեկ օրինակ բերեք, երբ եղել եք տգետ, անպատասխանատու կամ անկարգ։ Բերեմ մի քանիսը։ Օրինակ երբ Երկու Դու էլ երկու Կամ երբ Չհասկացա, այսօր եմ Այդ չես բան Եվ վերջապես երբ Սրան չի փակում Փակում այն։ Պերասուն չի փակում Ես փակում։ Արա չի փակում Երբ փակում այս կասած։ Էլի Ինչի դրա ես ծիծաղում անփութությանդ, խեղճ դասախոսը միջո հիմա չի ապաքինվել։ Բախտդ բերել է, որ հրաժարվել է բողոքարկել, թե չէ հիմա ուրիշ վայրում էր լինելու։ Եվ այս ամենը դուք արել եք ընդամենը 1 շաբաթվա ընթացքում։ Հիմա ինչի եք կանչել, երբ հապրծնելու տուն գնանք։ Կանչել եմ, որ հայտնեմ, որ երեք տնօրինությունը միաձայն որոշում է կայացրել ցրել ձեր կուրսը այլ կուրսերի միջև։ Իսկ գուցե մեզ մի քիչ ժամանակ տակ ուղղվելու համար, ախր մենք Հասկանում եմ, բայց որոշումը վերջնական է եւ վերանայման ենթակա չէ։ Վաղը ձեր կուրսի աղջիկները կտեղափոխվեն մի կուրս, իսկ տղաները կբաժանվեն այլ կուրսերի միջև։ Իսկ հիմա կխնդրեմ հեռանաք, ես կարևոր գործեր ունեմ։ Բայց Դուրս! Սա խայտարակություն է։ Հիմա ինչ ենք անելու Արե, քեզ էլ խոսացրեց այապուշ, ռաթորը չտեր դասախոսի գլխին կարող է ամեն ինչ ուրիշ ձև պրծներ։ Եվ այս ինչ մեղք ունեմ, եթե Խոսրով այդ ստերը չտարծեր, այդ կռիվը չերելնի Ես ու Սուտ, ինչ ես խոսում է հիվը։ Խոսրով խելոքնա թե չես անտարկը վառեն Լավ տեղեկացված եք ձեր կուրսի ունակություններից ու չենք կարող անտարբերացնել ձեր խելացության կողքով։ Ու չկասկածեք, մեր նման կուրս չկա։ Եթե դուք այդքան խելացեք, ապա սա ձեզ կհետաքրքրի։ Այս ի՞նչ է։ Ուսխորհրդի ամենամեկ գիտելիքի մրցույթն է։ Եթե դուք այդքան խելացեք, կարող եք մասնակցել։ Ի դեպ, մեր կուրսն արդեն 2 տարի է անընդմեջ հաղթող է ճանաչվում։ Մենք ոչ միայն կմասնակցենք, այլ նաև կհաղթենք այս մրցույթում։ Հələ սպասի։ Քեզով թույլ տվեց առանց մեր հետ քննարկելու ինքնագնուխ որոշումներ կայացնես։ Ես ոչ հավես ոչ էլ ժամանակ ունեմ տենց բաների մասնակցելու։ Գուցե չեք նկատել, բայց իմ համար միևնույն չէ մեր կուրսի ճակատագիրը։ Հիմա ինչ է եղել, եք կռվում։ Մարդամեկը կուրսյանից ինքնագնուխ որոշումներ է կայացնում։ Ինչ որոշումներ Այ նա մեր նոր կուրսի աղջիկներից մեկի հետ գրազ է եկել, որ մենք նախկին կուրսով հերիք ինչ-որ մրցույթի պետք է մասնակցենք, մի հատ էլ հաղթենք։ Ինչ մրցույթ։ Իսկ ինչիդ վրա էր վստահ, որ մենք նախ կմասնակցենք, հետո էլ կհաղթենք։ Ճիշտ ասում, ոնց ասել ես, տենց էլ տակից դուրս կգաս։ Ես փաս։ Ես էլ։ Ես ուղղակի ուզում եի մեր կուրսի պատիվը բարձր պահել։ Եթե չես նկատի մեր կուրսը վաղուց, պատիվ չունի։
Զոնա։ Զոն։ Վայ դե ինչ չես տենում, զբաղված եմ։ Արածդ ինչ է, պատուհանից ես նայում, էլի։ Չլինի մտածում ես կհաղթեն մեզ։ Չէ ոնց կարար իրաց նման կուրսը վաբշա հաղթի։ Համել հանգիստ եղի։ Միևնույն է ես նենց կանեմ, որ իրենց հայտը ու սխորդը չընդունի։ Հին ձևերով։ Հա, հին ձևերով։ Հայրենի 7 հոլով, ուղղական, սեռական, ներգոյ։ Տղա ինչու ես խանգարում դասը, դուրս կորի լսարանից։ Դասը կպատասխանի Սոֆին։ Սոֆի։ Ինչ։ Կարի դաս պատասխանիր։ Չեմ սովորել։ Լավ, այս անգամ ներում եմ, բայց հաջորդ դասին պատրաստ կգաս։ Չեմ պատրաստվել, հավես չկա։ Ես ինչի եք հավաքվել։ Չասես քեզ էլ հսանց հանել։ Մի րոպե ինչի զդել են հանել։ Հա, ինձ հանեցին եկա տեսա արեգիներ են հանել։ Հետո էլ մնացածը մեզ միացան։ Լավ, ես մի երկու բան խաբեց ինձ հանեցին, ձեզ խեն հանել։ Անկապ պատճառներով։ Լավ, Արնան ուրա։ Իրան դասից չեն անել, դե ինքը մեր մեջի սպիտակագրավն է, պիտի առանձնանա։ Զգացել եք, որ նախկին կուրսում ավելի լավ էր, քան հիմա։ Հա, հաստատ։ Ափսոս ոչ մի բան չենք կարող անենք։ Կարանք, գնացինք նախին կուրսակի մոտ։ Ընկերա ջան, հնարավոր չի մեր կուրսը վերականգնել։ Սիրելիներս, որոշումը վերանայման ենթակա չէ։ Դուք պետք է այդ ամենի մասին մտածեիք նախօրոք։ Որ ասում էի ոչ մի բան չենք կարող անենք։ Երեխեք, կարող Արինան կարողանա մեզ օգնել։ Ինքնակրիվ որոշում ներկայացնողը մնացել է ինքը մեզ օգնել։ Նայեք, հիմա բոլորս դրսում ենք, բացի ումից, Արինայից։ Ով է մեր միջից դասերին պատրաստ գալիս։ Արինան, ում է հետաքրքրում կուրսի ճակատագիրը։ Արինային։ Վայ լավ էլի, ինքը իրան զուտ խելոքի տեղ ա դրել։ Բայց մի բան կա, չէ, որ բոլորը իրան սիրում են։ Վերջին անգամ այս զրույցի ժամանակ վիրավորվել ենք դրան։ Երևի նեղացրել ենք։ Եկեք գնանք ներողություն խնդրենք, համել կարող են չընդունել։ Ես չեմ գալիս։ Հնարավոր է սա մեր վերջին հնարավորությունն է կուրսը հետ բերելու։ Ես գնում եմ, ուզում եմ թող գա։ Եթե չեք ուզում, չենք մասնակցի այդ մրցույթին, համել արդեն ճիշտ ասած ես էլ եմ մտածում, որ պետք չէ ինքնագրող որոշումներ կայացնել։ Չէ, չենք ուզում ասել։ Մենք ուզում ենք քեզից ներողություն խնդրել։ Արինա կներես մեզ, մենք չպետք է քո հետ այդպես կոպիտ խոսեինք։ Գիտենք, որ կուրսի լավն ես ուզում, դրա համար խնդրանքով ենք եկել։ Ինչ խնդրանք։ Ուզում ենք մեր կուրսը վերականգնել ու գիտենք, որ այդ հարցում մենակ դու կարաս օգնես։ Աչքերիս չեմ հավատում, ավելի ճիշտ ականջներիս։ Եվան ուր է։ Ինքը չի ուզում մեզ միանա, բայց կարծում եմ ժամանակի հարց է։ Լավ, հիմա ասա, ինչից սկսենք։
Մինչև երբեք ինքներդ ձեզ համոզելու որտեղ շանս ունեք։ Մինչև այն պահը, երբ հաղթանակը մերը կլինի։ Ինչպիսի ինքնավստահություն, բայց գիտեք չէ, որ պատրանքները փշրվում են բարձից ընկնելիս։ Խորհուրդ կտա եզրակացությունների հարցում չշտապել։ Հազարավոր պատմություններ են սկսվել հենց նման արտահայտություններից։ Կտեսնենք։ Բարև ձեզ, կանչել էիք։ Բարև ձեզ, այո, առաջացեք խնդրեմ։ Ինչպես տեղյակ եք, ես ուսխորհրդի նախագահն եմ։ Մենք քննարկել ենք մրցույթին մասնակցելու ձեր հայտը եւ ուզում եմ տեղեկացնել, որ այն ընդունվել է։ Հարցերի դեպքում կարող եք դիմել։ Մաղթում եմ ձեզ հաջողություն։ Երեխեք, լավ նորություն եմ, չեք հավատա, բայց հայտը ընդունեցին։ Չեմ հավատում, ինչ ասի։ Հիանալի բան է, հասկանում։ Լավ է։ Դեորի արիստի շարունակեք պատրաստել։ Մի շաբաթ ամնացել է։ Ինչ է եղել, ինչի ես եկել։ Մարդ մենք չենք պայմանավորվում, որ նենց կանես այլանց կուրսում մրցույթին չմասնակցի։ Լավ էլի Սոնա, հասկանում եմ, որ քուրս ես, բայց դա չի նշանակում, որ պետք է ամեն անգամ անարդարության գնամ հանուն ձեր կուրսի հաղթանակի։ Առանց հետ էլ անցած անգամվանից հետո ուսխորհուրդը մի բան կասկածում է։ Ոնց չես ուզում հիմա հարազատ քրոջդ օգնած լինես։ Դա պատճառ չի, այս անգամ արդար ձևով եմ խաղը վարելու։ Լավ, Մարկ տղա, եղավ, դու չփոշմանես։ Դե ինչ հարգելի մասնակիցներ, հանդիսատես, այսօր հավաքվել ենք պարզելու մեր քոլեջի ամենախելացի, ամենաշնորհալի եւ ամենաառույթ կուրսը։ Բոլոր խմբերն էլ արժանի են այստեղ գտնվելու, բայց միայն մեկը կստանա լավագույն կուրս տիտղոսը։ Այնպես որ պատրաստվեք, կենտրոնացեք ու ցույց տվեք ձեր ուժը։ Շնորհակալություն բոլորին եւ թող հաղթի ուժեղագույնը։ Մրցույթը բաղկացած կլինի 3 փուլից։ Առաջին փուլը կլինի այլ կերպ խաղի տեսքով։ Յուրաքանչյուր թիմից մեկ մասնակից կբացատրի թերթիկի վրայի բառերը, իսկ թիմակիցը կփորձի կռահել դրանք։ Ամեն ճիշտ կռահած բառի համար թիմը կստանա 1 միավոր։ Յուրաքանչյուր թիմին պատասխանի համար կտրվի 30 վայրկյան։ Բոլոր հարցերը վերաբերվելու են էներգետիկայի ոլորտին։ Եթե պատրաստ եք, սկսենք։ Պատրաստ ենք։ Պատրաստ ենք։ Բանը ինչ է ստանում արվեստից։ Արվենի եկել։ Ստանում են բույսերից կամ կենտրոնների թափոններից։ Կեսավանում։ Փոքր սարքա, որ տալիս է էներգիա կամ հոսանքի։ Մարտոս։ Ինքը երկար։ Ժամանակն ավարտվեց, դուք վաստակեցիք 4 միավոր։ Այժմ հերթը երկրորդ թիմին է։ Գնաց։ Քամի պտտեցնում եմ այս պրոպելերներ, որոնք հոսանք են արտադրում։ Հողմային էներգիա։ Ճիշտ է։ Օդի մանյութով բացառվում է էներգիա է տալիս։ Բնական գազ։ Ճիշտ է։ Սա որը շարժման փոխակերպում է հոսանքի։ Գեներատոր։ Ճիշտ է։ Ժամանակը ավարտվեց, դուք հավաքեցիք 3 միավոր։ Այսօր հերթը երրորդ թիմին է։ Ժամանակը գնաց։ Վնասական նյութեր են, որ գործարներն ու արտոններն Արտանետում։
Անտես սարքա որ նջոտ բանը որ լույս է ստանում ռոսակիներով։ Անտես գետերից ջրից հոսանք է ստանում։ Ժամանակ ավարտվեց եւ դուք վաստակում եք նույնպես 3 միավոր։ Անցնենք երկրորդ փուլին։ Երկրորդ փուլում ամեն թիմից կմասնակցի 4 հոգի, այսինքն բոլորդ։ Կհնչեցնենք հարցեր եւ այդ հարցերին պատասխանելու համար կտրվի 50 վայրկյան։ Որ թիմը առաջինը ձեռ բարձրացրեց, նա էլ կպատասխանի հարցին։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխան թիմին կբերի 1 միավոր։ Սկսենք։ Ժամանակը գնաց։ Որ տարեթվին է ստեղծվել առաջին էլեկտրական մարտկոցը եւ ով է դրա հեղինակը։ 1800 թվականին Ալեքսանդր Վոլտան։ Ճիշտ է։ Որ բնական ռեսուրսն է ամենաշատը օգտագործվում էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Ածուխ։ Ճիշտ է։ Ինչպես է կոչվում սարքը, որը փոխակերպում է մեխանիկական էներգիան էլեկտրական էներգիայի։ Գեներատոր։ Ճիշտ է։ Որն է էներգիայի ամենամաքուր եւ անվերջանալի աղբյուրը։ Արևային էներգիա։ Ճիշտ է։ Որ նյութն է հիմնականում օգտագործվում միջուկային էներգիայի արտադրության համար։ Ուրան 235։ Այո, որ հայտնի ֆիզիկոսն է մշակել առաջին տեսությունը AC էլեկտրաէներգիայի վերաբերյալ, որոնք այսօր լայնորեն կիրառվում են աշխարհում։ Նիկոլա Տեսլա։ Ճիշտ է, ժամանակը սպառվեց։ Ինչպիսի խաղ, թեժ պայքար առաջին եւ երկրորդ թիմերի միջեւ։ Բայց ցավոք, երրորդ թիմին մենք պետք է հրաժեշտ տանք։ Այո։ Ցավոք, դուք ամենաթույլ օղակն եք։ Ցտեսություն։ Այժմ կունենաք 5 րոպե դադար, որից հետո կշարունակենք խաղը։ Էս ինչ եք անում։ Մենք սենց ենք պայմանավորվել։ Դե ինչ կարամ անեմ, մարդիկ լավ էին պատրաստվել։ Ինչ չէ հետաքրքրում, նենց անեք լավ չպատրաստվեիք։ Նենց ես անում եզրափակչում պարտվեք, թե չէ բոլորը կիմանան քո գաղտնիքի մասին։ Ժողովուրդ չգիտեմ էլ ոնց ասեմ։ Ռաֆին ոքի չէի սպասում։ Խոսրոնը պատմի տեսնեք ինչ ա եղել։ Ռաֆին մեզ դավաճանել է։ Այսինքն Սոնայի հետ պայմանավորվել է, որ մրցույթը պետքա պարտվենք։ Խոսրով նոր էր դզվելի սկսեցիր, անցյալ թիշել ես էլի։ Բայց ախր չեմ խափում։ Խոսրով հերիքա, հիմա ստերի ժամանակը չի, եզրափակիչը հեսա կսկսվի։ Ախր Եկավ վճռորոշ պահը, պարզելու թե որ կուրսն է արժանի ստանալու լավագույն կուրս տիտղոսը։ Ինչպես հասկանում եք, այս փուլը վճռորոշ է ձեզ համար, քանի որ երկու թիմերն էլ ունեն հավասար միավորներ։ Վերջին փուլում յուրաքանչյուր թիմից մասնակցելու է մեկական մասնակից։ Տրվելու է ընդհանրապես 1 հարց, որ մասնակիցը ավելի լավ պատասխանեց հարցին, նա էլ իր թիմին կբերի հաղթական 2 միավորը։ Կխնդրեմ մասնակիցները մոտենալ։ Եվ այսպես հարցը, որն է կուրսի հաջողության բանալին։ Լավ կահավորված լսարան և խելացի ուսանողներ։ Լավ, իսկ դուք ինչ կասեք։ Սպասեք, ես կարևոր բան ունեմ ասելու։ Ես սիրում եմ քեզ, Սոֆի։ Իրականում այսքան ժամանակ Սոնան ինձ սպառնում էր, որ կպատմի իմ գաղտնիքի մասին Սոֆիին։ Եվ որ նա տեսել և նկարել է այն խոստովանությունը, որը ես պետք է ուղարկեի Սոֆիին, բայց չկարողացա։ Սակայն հիմա երբ արդեն Սոֆին ամեն ինչ գիտի, Սոնան ոչ մի բան չի կարող անել։ Սոնա, սպասի։ Սպասի Սոնա, ամենահետաքրքիր պահը բաց է Սոնում։ Նա տնանք Սոֆին ասում է հա թե չէ։ Ռաֆի, ինչու այսքան ժամանակ ինձ ոչինչ չէր ասում։ Որովհետև վախենում է, որ կմերժես ինձ։ Ես Այսինչ սիրուն վարգարուն է, ծաղիքները արթնանում են, սիրո ճամփան ինձ տանում է, Բարտիները օրորվում են, հարսերի պես շորոր
Ես արդեն 5 տարի է քոլեջի տնօրենն եմ։ Եվ այսպիսի առանձնահատուկ կուրսի առաջին անգամ եմ հանդիպում։ Դուք կարողացել եք ինձ զարմացնել։ Այո, մենք այդպիսինն ենք, առանձնահատուկ եւ զարմանալի։